տունը լավ տներից մեկն եղել, պետական տուն եղել, բայց անտիր, լավ կահավոր, ամեն ինչը դե նա որ հիշում եմ չեմ կարող, գիշերները չեմ կարող։ 16 տարի աշխատել եմ մանկավար, մաթեմատիկայի ուսուցիչ, համար 2 դպրոցում, Աշոտ Ղուլյանի անվան։ Երանի այդ տարիները, Երանի 74-ամյա Գրիգոր Թամրազյանը 2 տարի շարունակ ընտանիքի 3 անդամների հետ Գորիսում տեղափոխվում էր տնից տուն, փնտրելով այն ջերմությունը, որը թողել էր հայրենի Արցախում։ Ամեն նոր հարկ համեմատում էր ծննդավայրի տաք պատերի հետ։ Սա մեր խոհամոս։ Նորից մեր Ստեփանգերտի հայմատ էն չի, բայց ստեղի որտեղ ապրում ենք, այն երկու տեղը, սա մի արքայություն է, լայն, ամեն հարմարություն ու, ես էլ աջակցել են տվել են, սեղանը մեկ էլ 6 հատով, աջակցություն են տվել, պես Ղարաբաղց, բոլորի չեն լի տվել ստեղ։ Տանտերերին բանալիները Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, համայնքապետ Արուշ Արուշանյանը, Տաթևի վանական համալիրի վանահայր Տեր Սահակ Վարդապետ Շաքարյանը եւ այլ պաշտոնյաներ են հանձնում։ Եվ աբասիկ մենք ուրախ ենք այսօր, իհարկե բեկված սրտով, քանզի մենք չեմ կարող մոռանալ մեր կորուսյալ հայրենիքը Արցախ աշխարհը, որ 2020 թվականի արաբիկից պատերազմից հետո տակավին ընճախտի մեջ է մեր քույրերն ու եղբայրները, մենք բոլորս, սակայն պարոն Արուշան Արուշանյանը իր համախոհների հետ միասին լծվեց այս նվիրական գործին եւ հերթական բնակարանների բանալիները քիչ հետո պիտի հանձնենք շահառուներին։ 18 ընտանիք, ինչպես տեղացի, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված ստացել են երկար սպասված բնակարանների բանալիները։ Գորիսի խոշորացված համայնքում պետք է անտուն մարդիկ չլինեն, վստահեցնում է Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանը։ Շինարարությունը տևել է մի տարի, մի տարուց էլ մի քիչ, 18 ընտանիք ստացան բնակարան, սա մեր 8 տարվա մեջ 60-րդ բնակարաններն էր, որ այս ընթացքում տվել ենք մեր քույրերին, եղբայրներին, սահմանամերձ գյուղերում, Գորիս համայնքում, առաջիկայում էլ պլանավորում ենք 40 նոր բնակարաններ, նորից շինարարությունը, դրա նախագիծը արդեն պատրաստ է եւ պլանավորում է եւս 60-ը, որը նույնպես այս տարի տենդերներ կհայտարարվեն եւ 2026 թվականին Աստծո կամոք կյանքի կոչվեն։ Վերջին տարիներին Գորիսում սահմանամերձ գյուղերում կառուցվել եւ վերակառուցվել է շուրջ 60 բնակարան, էականորեն մեղմելով ընտանիքների բնակարանային հոգսը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով բնակարանաշինության ծրագիրը կրում է շարունակական բնույթ։ Շուրջ 3-4 տարի առաջ սկսել ենք մասնակցել տարբեր բնակարանաշինության ծրագրերին։ Գորիսը ամենաակտիվն է համայնքային մակարդակում իրականացվող ծրագրերին եւ գործընկերային ծրագրերին, այլ համայնքներում այսպիսի մասշտաբների բնակարանաշինական ծրագրեր, որպես այդպիսին բացառությամբ 16 միլիոնների ծրագիրը, որը շատ մեծ է, ինձ հայտնի չէ։ Միջոցառման հյուրերը օջախից օջախ են մտնում, բաժակ բարձրացնում նոր տների, նոր հաղթանակների համար։ Ժողովուրդը օգտվեն, ուրախանան, շատ լավ, շատ շնորհակալություն։ Ձմռանը կարծես Սառնարանում, ամռանը Շոգեբաղնիքում։ Երիցյանների ընտանիքը, որը 20 տարի շարունակ ապրել է 27 քառակուսի մետր տարածքով փայտե վագոն տնակում, շուտով կտեղափոխվի նոր, ավելի հարմարավետ բնակարան։ Խնդիրներից առաջինն է, որ պետք է գազը միացվի, որ կարողանանք օգտվենք տեղափոխվելուց առաջ։ Երկրորդը մի կահույքի խնդիր ունենք, որ պետք է կահույքը ձեռք բերենք։ Մանկական ժողովի դուքրակոշունու, ինչպես աղավու փետու, դու եկքի պես ասխալիությունով եւ արեւ պես տակլուսավով։ Երիցյանների ընտանիքի ամենաակտիվ անդամը փոքրիկ Միլանան սեփական սենյակն ունենալուց հետո երազում է պարուհի դառնալ։ Ես ունեմ արածի սենյակ, բայց ես տեղ եմ քնելու։ Իսկ ես դուր ա գալիս ես մաղճակալը։ Հա։ Իսկ դուներում չունեիք սենց մաղճակալ։ Չէ։ Ո՞նց է, որտեղ էիք քնում։ Էմես մեծ տեղարում։ Մենակ էիք քնում։ Մամայիս հետ։
Իսկ 7 տարեկան Նարեի հիշողությունում լավ պատկերված է այն տունը, որի պատերի ներսում միշտ երազել է լուսավոր ու հարմարավետ սենյակ ունենալ։ Ես միշտ երազել եմ, որ այսպիսի սենյակ լինի ինձ։ Իսկ դու որտեղ ես քնելու։ Ես քնելու եմ առանձին նջասենյակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 200 միլիոն դրամ եւ այն իրականություն է դարձել պետության ու միջազգային կազմակերպությունների արդյունավետ գործակցության շնորհիվ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ 60 միլիոն դրամի ֆինանսավորում տրամադրվել է բնակարանների կահավորման համար։ Էկթիդ միջազգային կազմակերպության աջակցությամբ կատարվել է բնակարանների խոհանոցների կահավորում, դարձնելով դրանք ավելի հարմարավետ ու բարեկեցիկ շահառուների համար։ Նաև Գորիսի հիմնադրամը եւ Գում հասարակական կազմակերպությունը տրամադրել են կահույք հատկապես Արցախի բռնի տեղահանված ընտանիքներին։ Սվետլանա Պետրոսյան, Սամվել Իսրայելյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։